Աբել և Կայեն, գիրք ծննդոց 4 Եդեմի պարտեզից արտաքսվելուց հետո Ադամն ու Եվան ունեցան երկու որդի, Կայենին ու Աբելին։ Կայենը հողագործ էր, նա հողեր մշակում, ծառեր տնկում և բերք հավաքում, իսկ Աբելը հովիվ էր, նա ոչխարներ էր արածեցնում։ Ադամն իր ընտանիքով աղոթում էր Աստծուն։ Նրանք Աստծուն պաշտելու ժամանակ նաև ընծաներ էին մատուցում նրան։ Որոշ ժամանակ անց Կայենը երկրի բարիքներից ընծա բերեց Աստծուն, իսկ Աբելը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գերերից։ Աբելն Աստծուն ընծայեց լավագույնը։ Աստված ընդունեց Աբելի ընծան, մինչդեռ Կայենի ընծան չընդունեց, քանի որ նա սրտով չար էր ու չարությամբ էր ընծա բերել։ Կայենը տրտմեց սրանից, նախանձեց Աբելին ու ատեց նրան, քանի որ չար էր։ Կայենը շարունակեց չարանալ իր եղբայր Աբելի դեմ։ Նա Աբելին տարավ դաշտ։ Դաշտում Կայենը հարձակվեց Աբելի վրա ու սպանեց նրան։ Կայենը դարձավ առաջին մարդասպանը։ Ու երբ Տեր Աստված հարցրեց Կայենին, թե ուր էր Աբելը, նա ստեց Աստծուն ասելով, որ չգիտի։ Կայենը հեռացավ Աստծուց, նաև իր ծնողներից ու գնաց ապրելու ուրիշ տեղ։ Նա զղջաց իր արարքի համար։